Մենք 34 տարի առաջ ստեղծել ենք ոչ միայն ռազմական գերատեսչություն, այլև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմնադրմամբ ցույց ենք տվել հայ մարդու վճռականությունը, անկախ եւ իր մտածած ձևով ճանապարհով կերտելու իր քաղաքական ընթացքը։ Մեր պատմություն է պետականության մասին եւ մեր ժողովրդի դարավոր երազանքը եղել է անկախ պետականություն ունենալը եւ պահպանելը, իսկ բանակը այդ անկախ պետականության պահպանման երաշխավորն է եղել։ Մենք այսօր ունենք մեր երազած բանակը եւ մենք մեզնից յուրաքանչյուրս ամեն ինչ պետք է անի մեր բանակի կողքը լինելու։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը ունի իր տեսլականը հայոց բանակի զարգացման, հզորացման, մեր անվտանգության վերաբերյալ եւ համապարփակ անվտանգության հայեցակարգի կյանքի կոչումով մենք նորից հնարավորություն կստեղծենք ոչ թե մեր խաղաղության թեման մանիպուլացնել ինչ-որ փաստաթղթերով, հռչակագրերով, այլ մեր խաղաղության իրական երաշխավորի դիրք վերադարձնել հայոց ազգային բանակին։ Իսկ ինչ վերաբերում է հունվարի 27-ը հայրենիքի համար, պաշտպանության համար զոհված բոլոր հայրենիների հիշատակի օր վերածելու որոշմանը, պետք է նշեմ հետևյալը, որ դա չի եղել հանրային պահանջ, երբեք ոչ մի վրդովմունք մեր հանրության հասարակության կողմից չի եղել առ այն, որ հունվարի 28-ին պաշտոնյաները եւ քաղաքացիները այցելում են Եռաբլուր, իսկ այնուհետև նշում են տոնակատարությամբ են նշում, դրա հետ կապված ոչ մի դժգոհություն կամ վրդովմունք չի եղել։ Եվ Եռաբլուր այցելելը, հարգանքի տուրք մատուցելը եւ տոնակատարություն իրականացնելը, այդ երկու հանգամանքը համադրելը մեր մշակույթին բնորոշ է եղել եւ ոչ մի անգամ նման խնդիր չի եղել։ Սա ոչ թե հանրային պահանջ էր, այլ քաղաքական, կուսակցական նպատակներ ունեցող որոշում էր, որը կապված է հայոց ազգային ինքնության ինժեներիայի հերթական դրսևորման հետ, նպատակն է նսեմացնել հայոց ազգային բանակին նվիրված օրը եւ այդ տոնը։ Տեսեք, ներողություն, երեք Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Խաչատուրյանը, Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարարը եկել էին վաղ առավոտյան Եռաբլուր, սակայն զոհվածների հարազատներին չեն մոտեցել, Արցախի կանչ մշակոթողի մոտ ծաղիկներ չեն խոնարհել։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, երբ նման օր են հայտարարում, սակայն անգամ ծնողներին չեն մոտեցել։ Որովհետև նրանք հասկանում են, որ բարոյական ոչ մի աղերս առնչություն չունեն այն խորհրդի հետ, ինչը որ ներկա է այստեղ Եռաբլուրում, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ Եռաբլուրի ընդլայնման հարցում իրենք կրում են անմիջական պատասխանատվություն եւ իրենք խուսափում են ճակերտյալ սյուրպրիզներից մոտենալով մեր նահատակների ծնողներին, որովհետև հասկանում են կամ գիտակցում են, թե ինչ խոսք կարող են նրանց ասել։